Հարցակողական զինատեսակներ, մասնապես օրինակ տանկեր, զրահատեխնիկա չկար։ Չկար, Իսկանդեր, հեռահար, այո, սկադները, թայֆունները, սմերչները չկային, ինչու չկային։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը շարունակում է ղեկավարել Հայաստանը։ Մենք դեպի ուր ենք գնում այս պարագայում։ Տարօրինակ ընթացք ստացավ զորահանդեսը, երբ ոչ հայրենական արտադրության զինատեսակների անվանումները դարձան հայկական։ Արդյոք հարկավոր էր նման թարգմանությունները։ Այդ տնտեսարող սուբյեկտները, ում հետ կնքվել էր պայմանագրերը, կարող են իդեպ դիմել միջազգային տարբեր դատարաններ Հայաստանից իրենց արտադրանքի անունը փոխելու եւ դրամական փոխհատուցում ստանալու։ Իսկ դյուրին է, օրինակ Ֆրանսիայից ենթադրենք զինամթերք բերել այստեղ կամ Չինաստանից, չէ՞։ Շատ դժվար է։ Էնպես չի, որ ինչ-որ մի թղթի վրա եթե ստորագրվում է, որ խաղաղություն է, անգամ դա էլ չկա, ապա երկիրը պաշտպանված է։ Ողջույն դեպքի սիրելի հետևորդներ, դուք կրկին դիտում եք անվտանգային ԴՆԹ հաղորդաշարը, այսօր իմ հյուրը ռազմական փորձագետ, վերլուծաբան Հայկ Նահապետյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն ժամանակ գտնելու եւ գալու համար, պարոն Նահապետյան, ես կուզեմ խոսակցությունը սկսել թերևս վերջերս տեղի ունեցած մայիսի 28-ի զորահանդեսից։ Ինչի մասին էր այդ ամենը, նաեւ կուզեմ ՊՆ-ի զինանշանի փոփոխության մասին մի փոքր անդրադարձանենք։ Նախ 28-ին այդ միջոցառում անցկացնելու մասին։ Մայիս 28-ը մեր ժողովրդի հիշողության, պատմական հիշողության մեջ Սարդարաբադի ճակատամարտում թուրքական էլիտար դիվիզիաներին հաղթելու, գոյութենական կռիվը հաղթանակով ավարտելու եւ առաջին պետություն հռչակելու օրն է։ Եվ շատ բնական է, որ այդ օրը մեր ժողովուրդը իր հարգանքի տուրքը մատուցում է այն վայրում, որտեղ դա տեղի ունեցել Սարդարաբադում։ Իհարկե ժողովրդի մի մասը նաև իր խոնարհումն ու հարգանքի տուրքն է տալիս եկեղեցուն, որտեղ Սարդարաբադի ճակատամարտի իրական ոգեշնչողը եւ առերևույթ կազմակերպիչը դա Գևորգ 5-րդ կաթողիկոսն է, որը չցանկացավ Հայաստանի իշխանությունների հորդորով հեռանալ Մայրաթորից դեպի Բյուրական, հետո Սևան կղզի, այլ մնաց եւ անուղակի թե ուղակի պարտադրեց իշխանություններին այդ վայրում կազմակերպել ճակատամարտը եւ դիմադրությունը։ Հիմա այդ օրը խորհուրդն է փոխվում։ Հիմա գանք զորահանդեսի հետ կապված, նախ ինչ ասել է զորահանդես հաշվետվություն։ Ես զորահանդեսը հասկանում եմ, բայց հաշվետվությունը չեմ հասկանում։ Իբր ժողովրդին հաշվետվություն։ Զորահանդեսները երկու սովորաբար նպատակ են հետապնդում, որտեղ առաջինը օբյեկտը դա ներքին սպառում ունի, ժողովուրդն է, երկրորդը արտաքին սպառում ունի, բարեկամ եւ ոչ բարեկամ երկրներն են։ Ես կոնկրետ երկու օրինակ բերեմ, որ մեզ համար պարզ լինի, մեզ լսողների, թե այդ զորահանդեսները ինչ նպատակ են հետապնդել գործնականում։ 1941 թիվ նոյեմբերի 7 Մոսկվա, երբ գերմանացիները Մոսկվայի մատույցներում էին, ժողովրդին պետք էր ոգեշնչել, որ ղեկավարությունը չի հեռացել Մոսկվայից, տեղում է, որ պատրաստակամ է պաշտպանել քաղաքը եւ բնակչությանը, եւ ահավասիկ այս պաշտպանները, որոնք զորահանդեսին անցան, այդտեղից ուղակի գնում են ճակատամարտ։ Զինվորների եւ սպաների համար դա եւս ոգևորիչ էր, որտեղ այնուամենայնիվ ամեն զինվոր չի, որ գնում է ճակատամարտ, երբ որ իրեն ուղեկցում է երկրի ղեկավարությունը եւ մաղթում հաղթանակ, ճիշտ է։ Ճիշտ։ Այսինքն հիմա սա ներքին սպառման համար կա, արտաքին սպառում, երբ վերջերս օրինակ Չինաստանում տեղի ունեցավ շատ մեծ զորահանդես, որը նվիրված էր Չինաստանը ճապոնական միլիտարիստներից ազատագրելուն, իհարկե խորհրդային միության բանակի անձնակազմի օգնության շնորհիվ նաև եւ Չինաստանը այդ զորահանդեսին ի ցույց էր դրել իր բոլոր զինատեսակները արդիական, անգամ զինատեսակներ, որոնց մասին ինքը ընդհանրապես չէր բարձրաձայնել մինչ այդ, եւ այդ զորահանդեսին ի ցույց դրեց մեկ, երկրորդ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը իր երկու կողքերին ուրեմն գտնվում էին անձինք, որը ուղակի թե անուղակի համարվում էր բազմաբևեռ աշխարհի ուժային կենտրոն ներկայացնող երկրները, աջ կողմում նստած է Ռուսաստանի նախագահ միջուկային տերության, ձախ կողմում Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը, այսինքն 3 միջուկային տերություններ, դա բազմաբևեռ աշխարհի 3 երկրների ղեկավարներն են, գումարած զորահանդեսը, այսինքն սա ակնհայտ ուժի ցուցադրություն էր։
Իսկ ինչի մասին էր Հիմա Այո։ մեզ մոտ, ես ասեմ այսպես, այդ հաշվետվություն բառը ինքը իր մեջ ամեն ինչ բացում է, կարծես թե մեր ժողովրդին ասում էր, որ այն գումարները, իսկ վաղորոք այդ գումարի թվի մասին ասվել էր 8 միլիարդ դոլար, ծախսվել է բանակը վերազինելու եւ երկիրը պաշտպանելուն։ Տարօրինակ ընթացք ստացավ զորահանդեսը, երբ ոչ հայրենական արտադրության զինատեսակների անվանումները դարձան հայկական։ Այո։ Արդյոք հարկավոր էր նման Նախ թարգմանությունները։ ես կարծում եմ, օրինակ տնտեսվարող սուբյեկտները տարբեր երկրների, այդ թվում օրինակ Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Ֆրանսիայի, որոնց զինատեսակները կային, այդ տնտեսվարող սուբյեկտները, ում հետ կնքվել էր պայմանագրեր, կարող են ի դեպ դիմել միջազգային տարբեր դատարաններ Հայաստանից իրենց արտադրանքի անունը փոխելու եւ դրամական փոխհատուցում Պարոն ստանալու։ Հապետյան, մի փոքր հարց։ Ըստ ձեզ նրանք այս ամենը հասկանալով էին արել, թե ուղղակի չէին էլ գիտակցել, որ նման բան չի կարելի նման Վստահաբար ոլորտում անել։ հասկանալով, վստահաբար, չէ, այդպես չի լինում։ Մարդկանց մոտ պետք է ենթագիտակցության շերտերում նստի, որ այդ ամբողջ արտադրանքը, բացի ռուսական արտադրության զինատեսակներից, որոնց անվանումները հնչեց ռուսական, ինչպես որ կար, մնացած ամեն ինչը հայկական էր, այդ թվում անվանումները, այդ թվում ասում էր, որ անօթաչու թռչող սարքերը մոտ 2 տասնյակ թռչող սարքեր, որոնց մեջ ասում էր հայկական, բայց օրինակ չինական արտադրության մարտը կառավարող անօթաչու թռչող սարք կար, բավականին թանկ, արժողությամբ։ Հայկական արտադրության 2 զինատեսակ իսկապես կար, բացի անօթաչուներից, դրանք ականանետերն էին, դա հայկական արտադրության, որը շատ վաղուց էր արտադրվել եւ կապ չուներ օրվա իշխանությունների հետ, բայց զինատեսակներ կային, որոնք ակնհայտ չինական էին, հնդկական էին, 6 տեսակ հնդկական զենք է գնացել։ Հնդկական մամուլը ի դեպ իրենց զինատեսակների իրենց անվանումները անգամ հրապարակել է եւ զարմանք է հայտնել մամուլը, թե ինչու իրենց զինատեսակների անվանումները փոխվել են։ Ավելին ասեմ, այդ զինատեսակների տակտիկական տեխնիկական բնութագրիչները չէր ասվում, որովհետեւ մենք կարողանային գնահատել վերջին հաշվով զինատեսակը, թե ինչ նպատակի է ծառայում, դա հարցի մի կողմն է, բայց ինչ բնութագրիչներ ունի եւ արդյոք դա մրցակցային է մեր ոչ բարեկամ երկրի համարժեք զինատեսակի հետ, դա մասնագետները կարող են չգնահատել։ Մենք օրինակ գիտենք Ադրբեջանը ինչ ունի եւ իրենց զորահանդեսին դա ցույց են տալիս։ Ինչևէ, մեր հին աստվածներին պանթեոնից հանել էին այդպես անուններով շռայլորեն, Արամազդ, Միհր եւ այլն։ Սա ինչի համար էր արվում։ Ես վստահաբար եմ, սա քարոզ չէ, իրեն գիտակցելով են արել, մարդկանց մոտ ընկալում ստեղծվեր, որ այս բոլորը հայկական են, որտեղ մարդը վերջին հաշվով չի սպասում հաղորդավարի այն ձևակերպման, ըստ որի դա հայկական արտադրության է, թե ոչ։ Հայկական անվանումը ենթագիտակցություն ասում է, որ դա հայկական է։ Հակառակ դեպքում մարդը ոնց կարող է մտածի ոչ հայկական զինատեսակը, մեկ էլ հայկական անվանումով չի հանդես գա։ Պարզ է, որ սա քարոզչական հնարք էր։ 1. Երկրորդ դիտարկումը ես ունեմ հարձակողական զինատեսակներ, մասնապես օրինակ տանկեր, զրահատեխնիկա չկար։ Չկար Իսկանդեր, Հեռահար, այո, սկադները, թայֆունները, սմերչները չկային, ինչու չկային։ Դրանք մեծ հեռահարության բավական էֆեկտիվ աշխատող հրթիռներ են։ Ես կարծում եմ եւ տանկերը եւ այդ հեռահար հրթիռները չկային, որտեվ դա դեմ էր Հայաստանի օրվա իշխանությունների կողմից այն բնութագրմանը, որը մեր բանակը պաշտպանունակ բանակ է։ Ձևակերպում կա, չէ՞։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է կեցված դրսևոր ասել, եթե Հայաստանը պաշտպանունակ բանակ է, ապա ինչ գործ ունի ենթադրենք մեծ հեռահարության հրթիռները ձեր զորահանդեսին կամ տանկերը, տանկը ինքը հարձակողական զինտեսակ է, չէ՞, ճեղքում, շրջափակում, շրջանցում հարձակման համար է։ Ես կարծում եմ, որ դրանք էլ չկար եւ մեծ ինչ է կարծում կան չեն ցուցադրվել, թե իրոք չկան։ Վստահաբար նախկինների ժամանակ կար եւ ես առավել քան վստահ եմ, որ իհարկե ունենք։ Ինչի մասն է խոսքը, ոնց տանկեր չունենք, այդ ինչա տանկերը գոլուշացել են, Իսկանդերները չկան, սկադները չկան։ Ընդ որում այդ բոլոր զինատեսակները նախորդ նախագահների տարբեր նախագահների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, օրինակ Չինաստանից։ Չէ, պատերազմ ենք հետո ունեցել։ Եվ գուցեև չկան։ Կարող ենք այդպես գնահատել։ Ես այլ կարծիք ունեմ։ Եվ Աստված միարասի, եթե հանկարծ չունենանք, որտեվ դա զորատեսակ է, զրահատանկային զորք է, զորատեսակ է, այսինքն մենք մի ամբողջ զորատեսակ չունենք։ Մենք այդ եւ սկադները եւ Իսկանդերները եւ սմերչները, դրանք լրջագույն զինատե եւ ուրագանները ցանկ ունեցել ենք նախկինների ժամանակ։
Չէ, մենք կարող է ինչը չունենանք, օրինակ հրթիռը չունենանք, բայց կայանքը, որից որ թռչում է, հա, դա վստահաբար ունենք, հա։ Եթե հրթիռը չունենք, հրթիռ գնենք, կայանքը, որտեղ բավականին թանկ է, հա, հրթիռը գնենք։ Ինչևէ, ես ուզում եմ ասել, որ այդ զորահանդեսը իր նպատակով չէր համընկնում իմ նշած ոչ առաջին, ոչ երկրորդի, սա սկզբունքորեն քարոզչական զորահանդես էր, բայց հիմա ցանկացած որակում կարող ենք տալ, բայց ասենք իսկապես մի պահ առաջին հայացքից ժպիտ է առաջացնում այդ հայկական անվանումները, բայց իմ մոտ գոնե ներքին ես զայրույթ էի ապրում, հա, ասենք փորձել կեղծել իրականությունը, որ ինչ վերջին հաշվով թիրախով է մարդն է, չէ, այդ մարդուն մենք տալիս ենք ոչ ճիշտ տեղեկատվություն, ինքը վստահ է, որ ունենք այսքան զինատեսակներ, այսքան արտադրության, բայց դա բլեֆ է, չէ, հետո այդ հերու տեղերից բերած զենքերը պետք է կռվի ժամանակ զինամթերք չօգտագործեն։ Իսկ դյուրին է, օրինակ Ֆրանսիայից ենթադրենք զինամթերք բերել այստեղ կամ Չինաստանից, չէ, շատ դժվար է։ Իդեպ հիշեցնեմ մեզ լսողներին, որ 44 օրյա ժամանակ Վրաստանը օդային եւ ցամաքային սահմաններ փակել էր մեզ համար, մեր հարևանը, բայց փակել էր, չէ։ Ուստի եւ սա եւ մեզ համար եւս խնդիր է, զենք ունենալը մի բան է, իսկ դրա զինամթերքը բավարար չափով բերելը դա արդեն այլ խնդիր է։ Դե նաև կարող ենք այստեղ հիշել, որ ամեն դեպքում մենք հիմա խաղաղության շրջանում ենք եւ պատերազմելու կարիք չունենք, գուցե զուտ ցուցադրություն էր այդ ամենը։ Այդպես չի, ես համակարծիք չեմ այդ գնահատականին, որ մենք խաղաղության մեջ ենք, ավելին ասեմ, աշխարհը բազմաբևեռ է դառնում եւ այս նոր աշխարհակարգ է ծնվում եւ այս ծնված նոր աշխարհակարգում պետություններ կան, որոնք տարածքներ են կորցնում, պետականություններ են կորցնում, կան, որոնք շահում են այդ կորուստների հաշվին եւ այնպես չի, որ ինչ որ մի թղթի վրա եթե ստորագրվում է, որ խաղաղություն է, անգամ դա էլ չկա, ապա երկիրը պաշտպանված է։ Ես գետ մեկ օրինակ բերեմ, Պարսից ծոցի 6 պետություն, որոնք 100%-ով պաշտպանված էին մինչև վերջերս, որտեղ ամերիկյան բազաներ կար եւ իրենք ունեին բանակ, հակաօդային, հակահարթիռային պաշտպանության միջոցներ եւ որից է խնդիր չկա աշխարհում եզակի նյութապես բարեկեցիկ երկրներ են։ Հիմա ինչ վիճակում են, ամերիկյան բազաները հիմնականում ոչնչացված են, այդ երկրների համապատասխան հակաօդային պաշտպանություն մեծ մասը խփված է, լուրջ ավեր կա եւ երկրից բնակչություն դուրս է գալիս։ Ուզում եմ ասել, այս տեկտոնիկ ցնցումների ժամանակ անգամ աշխարհի միակ գերտերության բազաները երաշխիք չեղան, որպեսզի Պարսից ծոցի երկրներում անգամ ռումբ չընկնի, բայց ոչ միայն ռումը գավ, այլև այդ երկրներում բազաները ոչնչացվեցին ամերիկյան, անձնակազմը թողել էր իրենց մշտական տեղակայման վայրերը, գնացել են հյուրանոցներում, թաքստոցներում, Իրանի հետախուզությունը ճշտել էր եւ այդ հյուրանոցների համապատասխան հարկերն էր, հրթիռներով եւ անօթաչուներով հարվածում։ Իրենց համար թիրախ էր, ամերիկյան բանակի զինվորը թիրախ էր։ Հիմա ուզում եմ ասել, որ այս վիճակում, որտեղ յուրաքանչյուր պետություն էս վերաբաժանման նոր գործընթացում փորձում է առավելագույնը ունենալ, մենք հուսանք ենթադրենք ինչ որ թղթի կտորի վրա որ խաղաղություն է մեզ տալիս կամ օրինակ այլ երկրների բազաների ներկայացանը։ Ինձ համար միևնույն է, դա ամերիկյան կլինի, թե ամերիկյան չլինի։ Ես կարծում եմ, որ առաջինը եւ հիմնական պաշտպանը եւ ամենաշահագրգիռը մեր երկրի զինված ուժերն են, մեր երկրի քաղաքացիներն, որ շատ բնական է։ Դու ուժեղ եղար, վստահաբար դաշնակիցներ կգտնվեն, քեզ կհարգեն, քո հետ կհամագործակցեն, թույլ եղար, դու բոլորի համար զոհասեղանին դրված պետություն ես, որը պետք է մասնատվի, որը պետք է գրավվի, որը պետք է թալանվի։ Շատ լավ, պարոն Նահապետյան, ուժեղ լինելու եւ թույլ լինելու մասին թերևս շատ քննարկել ենք մեր նախորդ հաղորդման ժամանակ եւս։ Այս շրջանում, երբ որ օրինակ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը շարունակում է ղեկավարել Հայաստանը, մենք դեպի ուր ենք գնում այս պարագայում։ Ինչ իրավիճակում ենք, զոհասեղանին ենք դրված, թե ունենք մեր պաշտպանության վարձիկները, այսպես ասած։ Մեր ամեն ինչը ուղղակիորեն կապված է, եթե մենք հասկանում ենք ամենավերևներում ինչա կատարվում։ Որտեվ մեր քաշային կարգը որպես պետություն, որպես անվտանգություն ապահովող պետական ինստիտուտներ միշտ բավականին ուշադիր պետք է լինի, թե ինչ է կատարվում ուժեղ պետությունների մոտ։ Ոնց որ բնության մեջ, ասենք, հզոր գիշատիչները առանձնապես առավոտից երեկո կողքերը նայելու խնդիր չունեն, չէ՞։ Իրենք իրենց զոհը ընտրում են, որսում են, սնվում են, հետո վայելում են։ Խնդիր չունենալ, որ որից մեկ իրենց կարող է մոտենալ։ Առավետ թույլերը, որոնք եւս գիշատիչ են,
բայց նրանք անընդհատ զգոն են, ուշադիր են, որ իրենց վրա չհարձակվեն առավել հզորները։ Նույնիսկ եթե մենք այդքան սպառազեն ենք տեսականորեն, ապա մենք մեր 4 կողմ պիտի ուշադիր նայենք։ Իսկ ինչ է կատարում, ես բերեմ գետ մեկ օրինակ, որը լավագույն ցուցիչն է այս պայն աշխարհում ուժերի վերադասավորության։ Արևելքի ժողովուրդները իրենք առաջնորդապաշտ ժողովուրդներ են։ Անհատը շատ կարևոր դերակատարում ունի։ Ինչը ապացուցեց Իրանը օրինակ։ Վստահաբար այո։ Հիմա եկեք նայենք այսպես։ Իսկ թուրքական ցեղերը, որոնց ամենա այսպես հզոր նվաճումներ ունեցող տեսակը թուրք է կոչվում, բայց կան թուրքական ալթայից դուրս եկած ցեղատեսակներ, որոնք հետո ժողովուրդներ դարձան, հետո պետություններ ստեղծեցին, ու ասենք մասնավորապես մեկը ղազախները։ Իրենք թուրքական ծագում ունեն, հա։ Օրերս Ղազախստանում տեղի ունեցավ ԵԱՏՄ տնտեսական համաժողով, ԵԱՏՄ երկրներ, Հայաստանից էլ փոխվարչապետներ ներկա, Մայր Գրիգորյանը։ Ուրեմն յուրաքանչյուր երկրի ղեկավար իր կառավարման ժամանակ այլ պետություն կարող է մեկ անգամ ամենաբարձր մակարդակի այցով ներկա գտնվել, դա պետական այցն է։ Ռուսաստանի նախագահ պետական այցով մեկ անգամ եղել էր Ղազախստանում, իր այս կառավարման վերջին շրջանում։ Բայց Ղազախստանի ղեկավարությունը նախանձախնդիր եղավ, հետամուտ եղավ, հորդորեց, խնդրեց, ինչ որ արարողակարգեր խախտվեցին, որ Ռուսաստանի նախագահի այս այցը եւս ձևակերպվի որպես պետական։ Ինչու՞։ Որտեղ պետական այցի ժամանակ սովորաբար հրավիրյալը տանտիրոջ մոտ հանդիպում է տանտիրոջը օդանավականում։ Այսինքն Ղազախստանի նախագահը իրավական առումով հիմք էր ստեղծում, նախապատրաստում, որ Ռուսաստանի նախագահին ինքը դիմավոր էր օդանավականում եւ դիմավորեց օդանավականում։ Պետական այցերի ժամանակ արարողակարգային մասի անբաժան էլեմենտ է նաեւ ինքնաթիռից միջև սրահ, կարմիր գորգը։ Դա բոլոր տեղերը եւ դա արարողակարգային է։ Մեզ լսողները կարող են իմ ասածը ստուգել։ Կարմիր գորգ չկար։ Կար գորգ, բայց կարմիր չէր։ Ինչու՞։ Գորգի գույնը Ղազախստանի դրոշի գույներն էր։ Սա ինչի մասն է խոսում։ Սա խոսում է հետեւյալի մասին, որ Ղազախստանի նախագահը իր հավատարմությունն ու հնազանդությունն է այդ իր դրոշի գույներով գորգով եւ երկրորդ պետական այց ձևակերպելով, որով իրեն իրավունք վերապահվեց օդանավականում դիմավոր Ռուսաստան նախագահին, իր հավատարմությունը եւ հպատակությունն է հայտնում Ռուսաստան նախագահին։ Սովորաբար արևելքի ժողովուրդները, որոնք առաջնորդապաշտ են, քրիստոնյա լինեն թե շիա մահամեդական, նրանց մոտ այդ թուրքական ընկալումները չկան, ասենք խանին դիմավորել, խոնարհվել, հա, համբուրել ոտքերը, մեզ մոտ չկան, ոչ էլ մեր հարևան, ասենք իրանական բարձրավանդակի որոցի ժողովրդի մոտ, բայց թուրքական ցեղերի մոտ դա ընդունված կարգ է։ Հիմա Ղազախստանի նախագահը այդ մի քայլով պետական այցի եւ երկի դրոշը որպես գորգի գույն դրելով ինքը դա ցույց տվեց, որ այնուամենայնիվ ինքը իր խոնարհումն է եւ հպատակությունն է հայտնում Ռուսաստանին իդեմս իր նախագահի։ Ինչու։ Այսինքն ինչ եղավ, երբ թուրքական պետությունների կազմակերպության հիմնական անդամներից մեկը իդեմս Ղազախստանի, որով փորձ է արվում տարածաշրջանում ստեղծել մեծ թուրան, որը բրիտանա-թուրքական պրոյեկտ է, իսկ հիմա այդ պրոյեկտը արդեն աշճանաբար վերածվում է ամերիկյան պրոյեկտի, ինչ եղավ, որ Ղազախստանի նախագահի կեցվածքը փոխվեց։ Ես կարծում եմ, այդ կեցվածքը փոխվեց Չինաստանում հայտնի երկու հանդիպումներից հետո։ Առաջինը, երբ ԱՄՆ նախագահը երկիր մոլորակի հիմնական կապիտալի մոտ 70% կոնցեռների տնօրենների կամ ներկայացուցիչների հետ միասին ԱՄՆ նախագահը հանդիպեց Սի Ցզինպինի հետ։ Հույս ունեին, ակնկալում էին, որ լուրջ համագործակցություն լինի։ Չինաստանը իդեպ այդ հանդիպումը դիմավորողով բավականին թույլ էր գնահատում, որտեղ Չինաստանը որպես երկիր առաջին դեմքը նախագահն է, բայց կառավարման ինստիտուտը դա կառավարությունը չի։ Ինքը սովետական միության կառավարման ձև ունի, քաղբյուրոն է։ Այսինքն քաղբյուրոյի յուրաքանչյուր անդամ է կուրացիանում ինչ որ ուղղություններ։ Եվ այդ քաղբյուրոյում երկրորդ դեմքը նախագահից հետո, որը նաև քաղբյուրոյի գլխավոր քարտուղարն է, դա արտաքին գործերի նախարարն է։ Օրինակ ասեմ ձեզ, Տրամպին ԱՄՆ նախագահին օդանավականում Չինաստանում դիմավորեց փոխնախագահ Սի Ցզինպինի, բայց որը քաղբյուրոյի անդամ չէր, այսինքն բավականին ցածր ստատուս ուներ։ Ռուսաստանի նախագահին մի քանի օրից դիմավորեց արտգործնախարարը, որ քաղբյուրոյում երկրորդ ստատուս ուներ։
Սա մեկ, երկրորդ Չինաստանը ԱՄՆ-ի հետ որևէ պայմանագիր չկնքեց, այդքան գործարարների ԱՄՆ նախագահի հետ տարել էր։ Որտեղ Չինաստանը Թայվանի խնդիրը դարձեց օրակարգան եւ կարմիր գիծ, որ պետք չի զինել, որտեղ Թայվանը այս կամ այն ձևով մեկ ժողովուրդ, մեկ պետություն սկզբունքն է, հա, Չինաստանը այդպես է նայում։ Բայց ԱՄՆ Թայվանին զինում է եւ թույլ չի տալիս, որ օրենքով Թայվանը, որը Չինաստանի մաս է, միանա Չինաստանին։ Եվ ըստ այդմ որևէ պայմանագիր չկնքվեց, զրո պայմանագիր, 500 Boeing ինքնաթիռների պայմանագիր ԱՄՆ հույսումներ կնքվեր, Չինաստանը 200 Boeing-ի խոստում տվեց, որ կգնի, բանավոր խոստում։ Եվ այդ վատ վերաբերմունքին պատասխան ԱՄՆ նախագահը վերադառնալուց օդանավականում բոլոր նվերները, որ ինքը եւ իր պատվիրակությունը ստացել էին, բոլորը թողեցին օդանավականում։ Դա վիրավորանքի ամենամեծ ձևն է արևելքի ժողովրդին, առավելից չինացիներին։ Եթե քեզ նվեր է տալիս տանտերը, ապա հյուրը եթե նվերը ընդունում է, հետո դեն են հետում տանտիրոջ աշկերտը, դա ամենամեծ վիրավորանքն է։ Այսինքն ԱՄՆ նախագահը բավականին վիրավորված գնաց իր երկիր։ Հիմա գալիս է Ռուսաստանի նախագահը 5 փոխվարչապետներով, կազմ եմ ասում, նախարարներով, ռեգիոնների ղեկավարներով եւ բիզնեսմեններով կնքվում է 2 միջպետական պայմանագիր, 40 համաձայնագիր եւ ամենակարևորը բազմաբևեռ աշխարհի համար նոր հռչակագիր 5 սկզբունք է դրվում Չինաստան-Ռուսաստան։ Այսինքն ես հիմա զուգահեռում եմ եւ ըստ այդմ հիմա ինչու սա մանրամասնի, որովհետեւ սրանից հետո Ղազախստանի նախագահը համապատասխան հետևություն է արել, որ բազմաբևեռ աշխարհը Չինաստան, Ռուսաստան, Եվրասիական տարածքում իրենք են ասողը։ Եվ այդ երկրի նախագահին իր հավատարմությունն ու հնազանդությունն է տալիս։ Խելացի պետությունների ղեկավարները սա բավականին այսպես լուրջ մեսիջ պիտի ընդունեն ճիշտ կողմնորոշվելու համար։ Շատ բարի, իսկ այս պահին մեր եւ ԵԱՏՄ հարաբերությունները ինչ վիճակում են։ Հատկապես մայիսի 29-ից հետո։ Հայաստանի նախ մայիսի 4-ին 5-ին այստեղ հանդիպումներ եղավ Եվրամիության տարբեր երկրների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, որը Եվրամիություն չի, Կանադայի վարչապետի, որը սկզբունքորեն եվրոպական երկրների քաղաքական հարցերի նիստեր, չէ՞, մայիս 4-ին ինչ կապ ունի Կանադան եւ ինչ կապ ունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ակնհայտ է, չէ՞, հավաքի իմաստը, բուն նպատակը եւ այստեղից հետեւություն։ Հայաստանը աշճանաբար օրվա իշխանությունները փորձում են դուրս բերել Ռուսաստանի ծիրից։ Բայց նրանք ամեն գնով պնդում են, որ մենք շարունակելու ենք մնալ ԵԱՏՄ-ում, այսինքն պաշտոնական հայտարարություն կամ որևէ պաշտոնական տեղեկատվություն, որ մենք այլևս մասնիկը չենք, չկա։ Հայտարարությունը երկրորդական է։ Կյանքը ցույց է տալիս, որ եթե ԵԱՏՄ-ի հիմնական անդամ Ռուսաստանը իր շուկան փակում է Հայաստանի գյուղմթերքի արչև, սա ցուցիչ է, երբ Ռուսաստանում վաճառող հայկական արտադրության ջերմուկը եւ ոգելիչ խմիչքները խանութներից հավաքվում է, որոնք արդեն վաղուց են տեղային, ուղղակի եւ արգելվում է, սա ցուցիչ է։ Այսինքն ԵԱՏՄ-ն փաստաթղթերի միություն չի, դա կոնկրետ գործող օրգանիզմ է, փոխադարձ պայմանավորվածությունների եւ պարտավորությունների շրջանակում։ Հիմա Հայաստանը իր քայլերով բերում է նրան, որ այդ պարտավորություններից դուրս գա, ակնհայտ է գործընթացը, Ռուսաստանը հակադարձում է կոնկրետ գործողություններով։ Այսինքն կապ չունի վերջին պահին անգամ եթե Հայաստանը ասի ես դուրս չեմ գալիս, բայց իր գործողություններով նպաստի։ Օրինակ Հայաստանը հապկի մեջ չմասնակցելով ուղակի թե անուղակի այդ կառույցը թուլացնում է։ Վստահաբար թուլացնում է, որտեվ կառույցը, որ ստեղծվել է յուրաքանչյուր պետություն իր տարածքով հանդերձ որոշակի խնդիրներ է չէ լուծում, այդ թվում նաև պաշտպանական։ Հիմա Հայաստանը չի մասնակցում ոչ հապկի նիստերին, ոչ զորավարժություններին։ Սա նշանակում է, որ այդ կառույցը թերի է չէ գործում։ Եվ Հայաստանի ղեկավարությունը ասում է մենք սառեցել ենք, երբ որ նման իրավական ձևակերպում հապ փաստաթղթերում չկա։ Փաստացի Հայաստանը իրեն դուրս է դրել հապկի գործունեությունից, որով թուլացնում է հապկը։ Հիմա Հայաստանը տնտեսական ոլորտում իրեն փորձում է դուրս դնել ԵԱՏՄ-ից, որը թուլացնում է այդ պետությունը, միությունը, եւ Ռուսաստանի նախագահը օրինակ ասաց մենք եւ Եվրամիությունը տարբեր չափորոշիչներ ունենք։
օրինակ ֆիտոսանիտարական ծառայությունները տարբեր չափորոշներով են գնահատում սննդամթերքի պիտանելիությունը։ Բայց մեր ղեկավարությունը հարցին լուծում տվեց առայն ապրանքների մասին է, սննդամթերքի բանջարեղենի մթերքների, որ կտանենք եվրոպական երկրներ։ Այնտեղից էլ ողջունեցին, որոշակի քայլ արեցին, ասելով, որ գումարային սուբսիդավորում կտանք, որպեսզի ապրանքը գահացնի մեր երկրներ եւ այլն, բայց սա հարցի լուծում է արդյոք։ Նախ ես խիստ թերահավատ եմ այդ ձևակերպումներին, ասեմ ինչու։ Պետություններ գոյանալուց հետո, որպես կազմավորումներ, պայքարը հիմնականում տնտեսական ոլորտով գնում է շուկաների համար։ Նվաճել շուկաներ։ Սա է ցանկացած պետության ռազմավարական խնդիրը։ Եվրոպան երբեք իր շուկան չի տրամադրի քո ապրանքների համար, որտեվ դա հարվածելու է իր արտադրողին։ Բայց սա ինչ քայլ էր ըստ Իր արտադրողի շահերը սպասարկելու համար սովորաբար եվրոպական երկրները նվաճում են այլ պետությունների շուկաները, որպեսզի իր արտադրողը արտադրված ապրանքը սպառի այլ երկրներում, ստանա շահույթ, պետությանը մուծի հարկեր եւ այդ պետությունը հարստանա։ Սա քարոզչական բան է, ձև է։ Հիմա պատկերացրեք, օրինակ, այսօր Ռուսաստանի նախագահի խորհրդականներից մեկը Տիտո Վազգանով ասել էր, որ սննդամթերքի հետ կապված պտուղ բանջարեղեն, որը մտնում է Ռուսաստան Հայաստանից, հիմա այդ բացը լրացնում է Ռուսաստան, գիտեք ում միջոցով եւ ում օգնությամբ Ադրբեջանի։ Այսինքն դուրս եկա, որ Հայաստանի օրվա իշխանությունների քայլերը նպաստեցին, որպեսզի Ադրբեջանի արտադրողը գյուղացին ավելի հարստանա, Ադրբեջանի բյուջեն ավելի շատ գումար մտնի։ Մեզ մոտ ոչ։ Այսինքն հիմա որքանով է խորագետ եւ օգտակար Հայաստանի գյուղացու եւ Հայաստանի իշխանությունների համար այդ քայլերը։ Բացի վնասից մենք ինչ որ բան տեսնում ենք։ Այստեղ կուզեմ մեջ բերել, որ Հայաստանի կառավարությունը աջակցելու է տնտեսվարողներին հից արտահանել ինչպես Եվրամիության, այնպես էլ Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ։ Այսինքն այդ 3 շուկան ոչ մի ձև չի փակում Ռուսաստանի շուկայի արկայությունը մեր տնտեսվարողների կյանքում։ Գիտեք, օրինակ նույն Փաշինյանը զուգահեռ եմ ձեր ասացին, ասում է, որ եթե Ռուսաստանից մենք գազ չվերցնենք, ապա Հայաստանում կանցնեն գազամուղներ, այդ Հայաստանը որպես տրանզիտ երկիր, այդ գազ վաճառող եւ գնող երկրներից միջանկյալ գումար, տրանզիտային գումար կվերցնի, բայց գումարը չի վերցնի, կխնդրի, որ այդ գազամուղից նաեւ գազի խողովակներ մտնեն Հայաստան։ Ասում եմ դուք էլ ասեք, ուր է այդ գազամուղը։ Չէ, գազամուղը մի օրում չի որոշվում, մի օրում չի կառուցվում եւ վերջին հաշվով գազը եւ նավթը առաջին հերթին ոչ այդքան տնտեսական, որքան քաղաքական գործոն է։ Հիմա մենք ունենք առարկայապես բական էժան գազ։ Հիմա այս գազը եւս ասում են Ռուսաստանը կարող է թանկ վաճառել, մենք չենք գնելու, բարի գալուստ ցուրտ ծմեր, բարի գալուստ տնտեսական անկում, մեր հոսանքի արտադրության Հայաստանի կարիքների 1/3-ը տալիս է ռուսական գազով աշխատող Երևանի ջեկը, 1/3-ը տալիս է ատոմականը, այդ ատոմականի խնդիրներ են, չէ, օրակարգային դարձրել, ոնց որ թե 2/3 հոսանք չկա։ Եվ այսինքն դու հոսանք չունես, գյուղացի չի կարողանում արտադրանքը սպառել, սահմանամերձ շատ բնակավայրերի եւ բարձր լեռնային ու լեռնային գյուղերում դպրոցները փակվում են, որը կտրուկ նպաստելու է, հա, բայց երբ որ դու միավորում ես, դա փոքրանալու քչանալու հետևանք է, չէ։ 98 աշակերտ ունեցող դպրոցը դու փակում ես, իսկ այդ 229 դպրոցից բավականաչափ դպրոցներ կան, որոնք 50, 60, 70 աշակերտ ունեն։ Իրենք ասում են հետեւյալը, որ կառուցում ենք մոտակա վայրերին հարմար դպրոց, վերանորոգում են, նախկին փլատակների փոխարեն ունենք կառուցված դպրոցներ եւ մոտակա տարածքներից երեխաների համար ավտոբուսով։ Բոլորը կյով ասում, կանենք, այդ կյով չի։ Կան դպրոցներ, որտեղ ենթադրենք, ասենք այն գումարները, որը պիտի ծախսվի, ենթադրենք ուսուցիչներ տանել դպրոցում ուսանել աշակերտներին եւ հետո տանել շրջան։ Ոչ թե աշակերտներին տանել գյուղից ինչ որ դպրոց համայնքային կենտրոն, այլ ուսուցիչներին տանել։ Այդ ծախսը օրինակ հաշվել են, դա այնքան քիչ ծախս է ի համեմատ իրենց կողմից չաշխատած աշխատանքի ստացած պարգևավճարների։ Չէ, լուրջ եմ ասում։ Հետո վերջին հաշվով մենք պատերազմող երկիր ենք։ Չկա որևիցե խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանը այս տարածքը նայում է որպես իրենց պատմական հայրենիքի մի մաս։ Իսկ մեզ մոտ այդ դեպքում սահմանային գյուղերը ոչ թե սահմանային են, այլ սահմանապահ։ Դրանք տարբեր բաներ են։ Այդտեղ
Գյուղերը պետք է ամրացվեն, բնակչությունը ավելանա, նշանակում է աշխատատեղեր, վերամշակվող փոքր ցեխեր, արտադրամասեր, պետության կողմից առավելագույն հոգացություն, ներդրումների, առողջապահության, սոցիալական եւ այլ խնդիրներ, գյուղերը որպեսզի ուժեղանան։ Իսկ դու այսօր գյուղերը դատարկում ես, թե ինչ պատրվակով թե տանում ես կենտրոնից չի հետաքրում։ Ես փաստն եմ ասում, Սյունիքում դու լուրջ գյուղերս բանանում փակում, իսկ դպրոց փակելը գյուղ փակելն է, որտեղ գյուղից ով է դուրս գալիս, երիտասարդը, որը երեխա ունի, որը դպրոց չի կարող գնալ։ Այդ նրանք հիմա ճամպրուկները կապում են, գնում են կամ շրջի կենտրոն, կամ Երևան, կամ Հայաստանից դուրս։ Գյուղերը դատարկեցին։ Հрьяաները 48 թվականին պետություն ստեղծելուց հետո առաջնային խնդիրը եղավ ամբողջ պարագծով, որտեղ ոչ բարեկամական տրամադրված արաբական երկրներին, որոնք հետո սկսեցին անդադ պատերազմել Իսրայելի դեմ, ստեղծել ռազմականացված բնակավայր, կիբուցիներ։ Ինչու ստեղծեցին? Ինչու այդ կիբուցիներում պետությունը առավելագույն շահագրգիռ կերպով օգնում էր մարդկանց։ Ներդրումներ էր անում առանց խաղաղություն չէր այդ ժամանակ։ Իսկ մեզ մոտ ինչ է։ Դե ասում են, որ խաղաղություն։ Ասում են։ Այդպես ասելով չի, ես նորից եմ ասում, մեր հարևան Իրանը ենթարկվեց ագրեսիայի ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից։ Եվ խաղաղություն չի։ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայի եւ հավաքական արևմուտքի դեմ։ Հիմա այս պայն հարաբերական առումով խաղաղություն է, վաղը կարող է պատերազմ լինել։ Ինչ երաշխիք։ Ես նորից եմ ասում, երաշխիքը մեր բանակն է եւ ոչ միայն այլ ինստիտուտներ եւս, բայց հիմնականում բանակը, զինված ուժերի մյուս կառույցները, որի մեջ մտնում է ազգային անվտանգության ծառայությունները, ներքին գործերի նախարարությունը, փրկարար ծառայությունը, զինված ուժերում ուրեմն ստորաբաժանումներն են։ Այսինքն մենք ենք երաշխիքը, մեր ժողովուրդը իր ինստիտուտներով, որից է մեկի տված խոստումը առ ոչինչ է։ Վստահաբար, այն էլ հիմա, երբ որ այդ խոստումները ոչինչ չարժեն։ ԱՄՆ նախագահը ինչ որ բան խոստանում է, կես ժամ հետո փոխում է խոսքը։ Իսրայելը քանի անգամ ասեց, որ Լիբանանի դեմ չի կռվի, քանի փաստաթուղթ ստորագրեց եւ ինչ, առավոտից երեկո այդ տարածքները ավերակների չէ վերածում, հետո զորքը մտնի, հետո բնակիչ չլինի։ Գազայի հատվածում Եգիպտոսում ԱՄՆ նախագահ մի մեծ համաժողով հրավիրեց, խաղաղության ձևակերպում տվեց, որ այնտեղ խաղաղություն է լինում։ Առասօր Գազայում կռվում են եւ ինչ, թղթի կտորուր է, երաշխիքներ ԱՄՆ պետությունն է։ Մեր երաշխիքը մեր բանակն է, բայց այսօր մեր բանակը ինչ վիճակում է, ելնելով հատկապես նրանից, որ ուզում են բանակում ծառայության ժամկետները կրճատել, մի անգամ այս թեման խոսել ենք, դա արդեն ասվել է 25%-ով 6%-ով եւ դա ինչի է բերելու։ Ուրեմն բանակի գնահատման մեկ չափորոշիչ կա, որի անունը մարտունակությունն է։ Բայց հասարակությունը դա ողջունեց, որովհետև ամեն մեկը իր օրինակով մտածեց, որ իր որդին ծառայելու է ընդամենը 1 տարի եւ ուրախացավ, բայց հետևանքները թե այդ 1 տարին ինչպես է տևելու ծառայության ընթացքը նույն որդու համար, շատ մայրեր չեն պատկերացնում։ Ես ինչքան գիտեմ 1.5 է, բայց եթե չես կերակրում քո բանակը, կերակրելու ես օտարի բանակը, որը գալու է քեզ նվաճի, եթե ողջ տողի։ Հիմա եթե մարդիկ ասում են, չէ, մեր զավակը ընդհանրապես թող չծառայի, ինչ է եղել։ Օտարն է գալու, նվաճելու է, իսկ վտանգը եթե կա, ճամպրուկները կապեն, գաղթականից ցուպ առնեն, Հայաստանից դուրս գան։ Ու վերջ, երկիրը այդպես է դատարկվում։ Մեկ չափորոշիչ կա բանակի գնահատման։ Դա կոչվում է մարտունակություն։ Մինչև մարտի դաշտ զինվորը զինտեխնիկան մտնելը փորձում է այդ ամեն ինչը զորավարժարաններում։ Այդ թվում նաև կրակային մարտական հրաձգությամբ, որը առավել մոտ է մարտին։ Որտեվ զինծառայողը նաև պիտի կրակոցը, երբ լսի, այդ վախը իր մեջ ապրի, կրակոցի ձայնից իմանա որտեղից է կրակոցը գալիս, ինչպես շատ արագ թաքնվի տեղանքը, արագ օպերատիվ գնահատի, հա, այս զուտ շարքայինի համար եմ ասում, չեմ ասում ռազմական տեխնիկան, ինչպես կիրառեն, այնտեղ ինչպես ստորաբաժանումները ներդաշնակված գործողություն անեն, նահանջեն, շրջափակեն, հետո հակահարձակվեն եւ այլն։ 44 օրից հետո Ադրբեջանը յուրաքանչյուր տարի այլ պետությունների հետ նվազագույնը 10 զորավարություն է անցկացնում, Հայաստանը 0։ Ադրբեջանը իր ներսում զորավարությունները, անընդհատ զորավարություն է անցկացնում։ Եվ Թուրքիայի հետ ավելի շատ հնարավորինս ամեն ամիսը կամ երամսյակը մեկ։ Ինչու՞։ Որտեղ բանակը միշտ բերում է մարտունակ վիճակի, որտեղ մարտունակությունը, որը իր մեջ ֆիզիկական պատրաստություններ, շարային պատրաստություններ, կրակային պատրաստություններ, բարոյական վիճակներ, այսինքն մարտական ոգին, զենքին տիրապետելն է, ստորաբաժանումներում ներդաշնակումներ, զորամասերի, տարբեր զորատեսակների ներդաշնակված աշխատանքն է, հրամանատարաշտաբային զորավարություններ, այս բոլորը վերջին հաշվով փորձվում է մինչև մարտի դաշտ մտնելը զորավարժաններում։ Եթե դու չես անում այդ զորավարժությունները, ապա հարց ինչպես է ղեկավարությունը երկրի բարձրագույն ռազմական
գնահատում իր բանակի մարտունակությունը։ Իսկ ինչու չեն անում։ Քանի որ Հարցը լավ հարց է, բայց ինձ պետք չի դիմել։ Դիմեք գլխավոր շտաբի պետին, ինչու չեն անում։ Չէ, իսկապես ես ինչ որ նոր բան չեմ ասում։ Երկիր մոլորակի վրա ցանկացած բանակի մարտունակություն, դա պաշտպանունակություն չի, դա ինչ որ բառ է, օդից վերցրած, քննություններ են հանձնում մարտունակության այս կամ այն պատրաստվածության վերաբերյալ։ Բանակի վերադասը մասնագետները գալիս են, ստուգում են անձնակազմի իմ նշած 7-10 պարամետրով, հա։ Հիմա ընդ որում վերջում էլ միշտ մարտական հրաձգությամբ է զորավարությունը, որ առավել մոտ լինի մարտին։ Օրինակ խորհրդային տարիներին կար այդպես 1-ից 3% իսկ մեծ մինչև ներկայիս կորուստ։ իշխանությունը Արվում որքան է։ հաճախակի էր արվում։ Շատ հաճախակի, ես ինքս ծառայել եմ 7 տարի սահմանում զորավարություններ, մեզ մոտ անընդհատ ստուգումներ, անընդհատ պատրաստություն, նախ մենք ենք մեր ներսում ստուգում բանակային կորպուսում, զորավարություններ ենք անցնում, ասենք ջոկի, դասակի, վաշտի, գումարտակի, գնդերի միջև անընդհատ, որտեվ վերջին հաշվով հո զինվորը սպան չի գնում դեղ հանգստանալու։ Բացի մարտական հերթապահություն իրականացնելու, եթե զորամասը մարտական հերթապահություն իրականացնող զորամաս է, մնացած անձնակազմը եւս անընդհատ թրծվում է զենքին տիրապետող, որտեվ դա քո առօրյան է 24 ժամվա։ Այսինքն սովորութային գիտելիքների տանելու ճանապարհով ոչ մի Անընդհատ, հետո բանակային կորպուսներն են զորավարություն անցկացնում, հետո մեզ դաշնակից երկրների տարածքներում տարբեր զորատեսակներ, հապկի շրջանակներում ենք անցկացնում են նաև Ռուսաստանի տարածքներում։ տարածքի։ Հիմա մենք խնդիրներ ունենք։ Չէ, բայց անում ենք, չէ, այսինքն այդ բոլորի իմաստը որն է, բանակը առավել մարտունակ լինելը։ Հիմա եթե դու չես անում, նորից եմ ասում, հո գլխավոր շտաբի պետը տեղակալները գուշակներ չեն, որ գուշակեն, այս կամ այն ստորաբաժանում մարտունակ է, թե չէ։ Նույնիսկ եթե դու աշխարհի նորագույն զինատեսակներ ունենաս, բայց բանակդ մարտունակ չլինի, այդ զենքի նորմալ դու չտիրապետես։ Ենթադրենք, կամ մեջդ այնքան վախ լինի, որ 1-2 վիրավոր մահ տեսնելուց հետո մնացածները զենքները գցեն ու թողեն գնան, որտեվ մարտական ոգին դրանով է, իդեպ չափորոշիչը, 2 չափորոշիչ կա, առաջին կյանքի գնով, եթե պետք լինի, հրաման է կատարել, երկրորդ, եթե կողքդ կորուստներ կան, վիրավոր եւ մահ, քանի տոկոսի դեպքում անձնակազմ զինծառայողը ողջ մնացած կդիմադրի, կմնա չի փախչի։ Հա, այսինքն դրանք բան են աշխատանքները, որ պետք է կատարվեն, եթե քեզ մոտ չի կատարվում, լավ ոնց կնահատես։ Ինձ որ ասում են, էսա մի չափորոշիչ, ես այլ չափորոշիչ չգիտեմ, եւ ընդ որում ասեն, թե զորավարությունները իրենք ծախսատար գործ են, այսինքն դու ծախս ես անում, օգուտը որն է, գիտելիքն ու փորձառությունը, որը ստանում է զինվորը, պայմանագրային զինծառայողը եւ սպան, ճիշտ է։ Եվ որը ի նպաստ պետության եւ իհարկե այդ փորձառությունը անհրաժեշտության դեպքում, եթե պատերազմն ունի, քեզ հնարավորություն է տալիս պատերազմում չպարտվել։ Հիմա եթե այդ գիտելիքն ու փորձառությունը չկա եւ չի ստուգվում, ո՞նց են գնահատում, մեր բանակը մարտունակ է թե չէ։ Հարցը լավ հարց է, բայց հասցեատերը ես չեմ պատասխանի համար։ Շատ լավ, վերջում կուզեմ մի հարց նաև տալ ՊՆ զինանշանի փոփոխության հետ կապված։ Շատերը ասեցին, որ ինչու խաչը հանվեց, 8 անկյուն, հա, աստղը դրվեց, ոմանք էլ պնդում են, որ խաչը տարվել է աջ կողմը, կայելի խաչ, այսինքն քրիստոնեությունից չեն հրաժարվել, իսկ այդ 8 անկյունը մեր հայկական սիմվոլն է։ Դուք այս մասին որպես ռազմական փորձագետ ինչ կասեք։ Գիտեք, այդ համազգեստի հետ կապված երբ քննարկում եղավ, համազգեստը կարևոր Եվ նաև գույների շատ քննարկեցին մեր մայիսի 8-ի ցուցադրությունից հետո ռազմական գունային նախշերը, որ դեպի վարդագույն տարան, դա արդյոք ազդեցություն ունի եւ նշանակություն ունի։ Համազգեստը միայն շոր չի։ Եվ առաջին հերթին շոր չի, զինվորի համար եւ սպայի համար, որ ասենք գեղեցիկ գույներով լինի, շատ հարմարավետ լինի, դիզայներ։ Ուրեմն համազգեստի բուն նպատակը, օրինակ հիմա Ռուսաստանը բավական լուրջ արտադրություն է դրել, համազգեստ, որը գիշերային պայմաններում մարմնից ջերմության արտացոլում փակում է։ Ունեն կտոր, որտեղ դու ակնում ես գիշերային տեսանելիության սարքերով հիմնականում դիպուկարներն են աշխատում, հա, գիշերը, որտեղ սարքեր կա, ուրեմն զենքի վրա, իրենք բացահայտում են գիշերը եւ խոցում են։ Հիմա օրինակ Ռուսաստանը արտադրում է համազգեստ ըստ տեղանքի գույնի, որը որ բնական վիճակով պիտի լինի եւ դու չբացահայտվես արագ հակառակորդի կողմից, ասենք չափորոշիչ, երկրորդ ինքը պիտի լինի շատ հարմարավետ։ Երրորդ, ասենք վիրավորվելու դեպքում այդ համազգեստը ոչ թե
չգիտեմ, բական դժվարությամբ շորերը պատառուտես, ինչպես առաջին ժգուտը դնես, հետո ոնց անես եւ այլ։ Այսինքն այնտեղ լրիվ այլ չափորոշիչներ է, դրված այդ համազգեստի կարեւորության վրա։ Ես ինքս թիկունքային աշխատող չեմ եւ չեմ ուզում գնահատել մի բան, որը չեմ հասկանում, թեև տարբեր գնահատականներ, օրինակ նախկին պաշտպանության նախարար եւ այլն, ես լսել եմ գնահատականները, իրենց գնահատականները խիստ բացասական են, բայց սա նույնիսկ առաջնային չի, գիտեք ինչու, ես հիշում եմ 92 թվականին, 93-ին, երբ մենք հագնում ենք համազգեստ, ով որտեղից ինչ ճարում էր, որտեղ չկար։ Բայց մեզ մոտ կար մի շատ կարևոր բան։ Մեզ մոտ կար պատրաստականություն ծառայել մեր հայրենիքին, եթե անհրաժեշտություն լինի, կյանքի գնով, հրամանը կատարել։ Եվ այդ համազգեստը չէր առաջնայինը, մեր ներքին հոգեվիճակն ու ընկալումներ եւ մեր պատրաստականությունը հրամանը կատարել եւ հաղթել հակառակորդին, մեր իրական հակառակորդին։ Այդ պահին մենք չենք մտածում, որ ես հիշում եմ, ասենք, իմ ծառայության վայրում առաջին, ասենք, ով ինչ որտեղից մի 5-7 10 տեսակ համազգեստ կար։ Համաձայն եմ, որը զորատեսակներով անգամ չէր։ Ներկայիս իշխանությունը մինչև հիմա պնդում է, որ մինչև վերջերս բանակում ով ինչ գտնում հագնում էր, ով ինչ գույնի Դա այդպես ասես չի, չէ, դա իրականություն չի համապատասխան, դա կեղծիք է։ Վստահաբար ոչ։ Վստահաբար ոչ, որովհետև համազգեստ կար։ Նման պնդումներ տալուց առաջ իրենք հիշեն, ինչ պնդումներ են տվել, օրինակ 2018-ին, 19-ին, 20-ի սկզբին մեր բանակի վերաբերյալ ամենամարտունակ, ամենաինտելեկտուալ տարածաշրջանում բանակ ունենք, երկրի ղեկավարի պարտականություն կատարող անձներ ասում, ավելին ասում էր, որ այդ ամեն ինչ ինքը ժառանգել է նախորդներից, ես չեմ ասել, Սարդարաբադ հուշահամալիրում էր ասում, հա, եւ ինչ փոխվեց, բարձրացումը չէ ինքը սխալ էր այն ժամանակ, ես կարծում եմ, չէ ինքը ճիշտ էր այդ ժամանակ, ուղղակի հիմա այլընտրանք չունի, այսպես է ասում, ինչպես ասում են, պարտության մեղքը նախկինների գրպանը գցելու խնդիր է ինքը լուծում, բայց դրանց ու իրականությունը չի փոխվում, շատ էլ ասեց։ Մենք ունեցել ենք մարտունակ բանակ եւ դա լավագույն ցուցիչն էր, որ Ադրբեջանը չէր փորձում ուժով վերցնել այն, ինչ որ ըստ Ադրբեջանի ղեկավարության համարում են իրենց։ Մի անգամ 2016-ի փորձեցին, չկարողացան ու թեման փակվեց, չէ։ Հակառակ դեպքում այս կռիվը Ալիևը շատ ավելի վաղ կարող էր անել։ Նա վստահ էր, որ հաջողության հասնելու է, դրա համար սկսեց 2020-ին։ Ես կարծում եմ, բավական նպաստավոր պայմաններ կար, եւ այդ նպաստավոր պայմանների մեջ ամենակարևորը Թուրքիայի մասնակցությունն էր, որտեղ թուրքական օդուժը մինչև 44-ին սկսել արդեն Ադրբեջանում էր, Գանջայի կամ Գանձակի, հա, մենք Կիրոաբադ որ ասում ենք, այդ օդանավականում նստած էին ռմբակոծիչներ, կործանիչներ, ունեին անօդաչուներ, նորագույն տեխնիկա, թուրքական արտադրության եւ մարտերը բոլորը ներառյալ միջև գումարտակի հրամանատար վարել են Թուրքիայի բանակի 3-րդ դաշտային բանակի հրամկազմը, հրամանատարով սկսած։ Ընդ որում այդ հրամանատարը իր շտաբով իր մահկանացուն 44 օրից մոտ 1 տարի հետո պատահական այդպես Թուրքիայում մի զորամասից մյուս զորամաս տեղափոխվելու ժամանակ ուղաթիռի մեջ, ուղաթիռը փչանում է եւ այդ ամբողջ անձնակազմը 3-րդ դաշտային բանակի, որը ունի 2 բանակային կորպուս, 4-րդ եւ 9-րդ, մեկը մեր դեմն է հաղթելու։ Իրենց խնդիրը մարտական դա է, Հայաստանը գրավել, մյուսը Վրաստանի, հա։ Եվ այդ 3-րդ դաշտային բանակի հրամկազմը, որը 44 օրյա ժամանակ իրականում վարել է պատերազմը ինքը process է, այդ process-ի կառավարիչը այդ հրամկազմն եղել, իրենք զոհվեցին, մի հոգի ոչ մնաց, եւ երբ Ալիևը բարբերաբար այդպես հպարտանում էր, որ ինքը հաղթել է հայերին, մի անգամ Էրդողանը մի հայրական ապտակ տվեց, ասաց այդ քո հաղթանակը չի, դա մեր հաղթանակն է։ Ավել փակագծեր չբացելով, դե իհարկե հասկանալի է, որ դրսից եւ ահաբեկիչներ բերվեցին, դա Թուրքիայով բերվեց, թուրքական օդուժներ աշխատում, թուրքական բանակի հրամկազմը, նորից եմ ասում, գումարտակ մինչև ներառյալ հրամկազմը եղել է Թուրքիայի 3-րդ դաշտային բանակին, այնպես որ այդ նախկիներում չկար, թե ինչու հիմա եղավ, արդյոք դա ղեկավարության քաղաքական գծի տապալում է, ես կարծում նաև այո, որտեվ Թուրքիան միշտ էլ ձգտել է Ադրբեջանին օգնել, այդ թվում նաև 92-93 թվականներին, ես փաստացի ասեմ 92-ի մայիս ամսին, 93-ի հուլիս եւ 93-ի հոկտեմբեր Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը 3 անգամ փորձել է հարձակվել Հայաստանի վրա, 3 անգամ։ Վերջին անգամ ես հրաշալի գիտեմ, որտեվ ծառայում է Արթիկի բրիգադում, հոբ, մեզ մարտական տագնապով հանեցին, մարտական խնդիր դրեցին եւ մենք գիտենք, որ թուրքերը հարձակվելու են, կետը անցնելու են եւ
մենք հակատանկային այդքան միջոց չունենք, եթե տանկային գրող լիներ, ինչևէ։ Եվ Հայաստանում հոկտեմբեր ամսին Գերագույն գլխավոր հրամանատար ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուրեմն թիվ 1 ժողովրդի լեզվով ասած, իսկ իրականում լրիվ մարտական պատրաստության վիճակի բերեց բանակը, այսինքն պատերազմն է դա։ Հիմա Թուրքիան միշտ է ցանկացել։ Ես օրինակ եմ բերում 92-93 թիվ եւ միայն Ռուսաստանի ղեկավարության ամենակոշտ կեցվածքի հետևանքով, իսկ այդ ժամանակ Ռուսաստանում բավականին հեղեղուկ վիճակ էր, քաղաքական իշխանափոխություն, Դումայի շենքի գրող, գրավում եւ այլն, այսինքն Թուրքիան ուզում էր օգտվել այդ առիթից, ինչևէ չստացեց, Ռուսաստանի ղեկավարությունը կոշտ կեցված դրսևորեց։ Իսկ այն ինչ որ մինչև 2020 թվականը Թուրքիան միշտ ցանկացել է, ուղղակի ինքը վստահ եղել, որ իր ցանկությունը ընդհանրապես կմնա ցանկություն, որտեղ կա Հայաստանի դաշնակից Ռուսաստան, որը բնականաբար խիստ կեցված դրսևորել։ Այ 2018-ից հետո աշճանաբար մեր դաշնակցի հետ հարաբերություններում ինչ որ ձևով քաղաքական միգուցե դիվանագիտական աշխատանքի սխալների հետևանքով Թուրքիան հասկացավ, որ հիմա Ադրբեջանին կարող է օգնել եւ մասնակցել, եթե անհրաժեշտություն լինի, Հայաստանի կամ ճիշտ Արցախի պաշտպանական բանակի դեմ ռազմական գործողություններից եւ այդ պահ եկավ եւ նրանք մասնակցեցին։ Շատ լավ։ Մի հարց բաց թողեցինք զինանշանի հետ կապված, բնեի կուզեմ մի փոքր անդրադարձանեք եւ ձեր կարծիքը կուզեմ լսել փոփոխության մասին։ Ասեմ այսպես, կարևորը կատուն մուկ բռնի եւ պետք չի փնտրել սև կատու մութ սենյակում, որը չի բռնում։ Այո, զինանշանը խորհուրդներ է պարունակում, վստահաբար ես ուրիշ շեշտադրում կասեմ։ Բանակի մարտական զորամասի մարտական դրոշը դա զորամասի սրբություններից մեկն է։ Ուրեմն այդ դրոշները յուրաքանչյուր զորամաս, որ ստանում է մարտական դրոշ, դա հետո փոխանցվում է սերնդե սերունդ։ Մարտական դրոշ կա, զորամաս կա։ Զորամասը չկա, մեկ զինվոր է մնացել եւ մարտական դրոշ, այդ զորամասը համալրվում է, որտեղ կա դրոշը։ Զորամասը կա, մարտական դրոշը կորում է, ինչ որ մեկը գողանում է։ Զորամասը լուծարվում է։ Իդեպ 90-91 թվականին այդ Երևանում Կայարանի մոտ մի զորամաս կար, ռուսական, այդ Ստրեչի մոտ։ Այդ զորամասը լուծարեցին։ Գիտեք ինչու։ Մարտական դրոշը կորավ։ Հիմա մարտական դրոշը սովորաբար կարմիր գույն է լինում, որտեղ այդ դրոշի համար սովորաբար զինվորները կյանք են տալիս։ Այդ դրոշը իրանց վրա կապած, եթե գրոհում են եւ ինչ որ բարձունք կա, որ դու հաղթել ես այդ դրոշը բարձրացնելու, զինվորը ձեռքը չի բռնում պայուսակով, մարմնի վրա է կապում։ Եթե վիրավորվում է, զոհվում է, այդ դրոշը արյան գույն է ստանում։ Դա համար դրոշները բոլոր մարտական կարմիր են։ Ուշադրություն դարձեցիք, որ մեր մարտական դրոշները դարձել են կապույտ։ Այո։ Դա ինչ որ բանի մասին խոսում է։ Ես խիստ որակումներ չտամ, բայց ինքնին ինձ համար ցուցիչ է, ամեն ինչ ինձանից է սկսել, ես հայ ժողովրդի պատմության ալֆան եւ օմեգան եմ, ինձնով սկսել է, ինձնով էլ կվերջանա, ինձ համար անընդունելի մոտեցում է, եթե ավելի խիստ չասեմ հիվանդագին։ Շատ լավ, շնորհակալ եմ եւս մեկ անգամ, իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ